Ազատության եթերը շարունակում է լրատվական թողարկումը, բարի օր։ Այսօր Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, այս մասին Facebook-ում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա երեկվանից է աշխատանքային այցով Ստեփանակերտում։ Փաշինյանը երեկ հանդիպել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, առանձնազրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ուղղությամբ նախատեսվող քայլերին։ Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով Հայաստանի և Ղարաբաղի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Մաս Իսմայիլյանի, ինչպես նաև անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Վիտալի Բալասանյանի մասնակցությամբ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայկական երկու պետությունների ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության և այս ուղղություններով համագործակցությանը վերաբերող թեմաների շուրջ։ Վարչապետ Փաշինյանը երեկ նաև լուսանկար է հրապարակել Լեռնային Ղարաբաղում զինվորական ծառայությունն անցնող որդու Աշոտի հետ հայրենիքի զինվորները գրառմամբ։ Իդեպ երկրորդ օրն է Ադրբեջանում ընթանում են լայնամասշտաբ զորավարժություններ, ըստ Իլհամ Ալիևի հաստատած ծրագրի մոտ 10,000 զինվորներ հարձակվելու են պայմանական հակառակորդի վրա։ Մինչև դա Ալիևը Բաքվում ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին, դժգոհել, թե Երևանը կառուցողական տրամադրված չէ։ Եվրոպացի պաշտոնյան այսօր Հայաստան է ժամանում։ Այսօր երկօրյա այցով Երևան է ժամանում ԵԱՀԿ-ի գործող նախագահ Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, ինչպես հայտարարել էր, իր հետ Հայաստան է բերում Ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք նոր գաղափարներ։ ԵԱՀԿ-ի նախագահությունը հունվարի 1-ից 1-ամյա ժամկետով ստանձնած Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, թե խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը։ Հարավկովկասյան այցի շրջանակներում Լայչակի առաջին կանգառը Բաքուն էր։ Անցյալ շաբաթ Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել այդ երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ։ Նախագահ Ալիևի, արտգործնախարար Մամեդ Յարովի, չնայած ԵԱՀԿ-ի գործունեության լայն շրջանակին, ադրբեջանի ղեկավարները եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել են հիմնականում Ղարաբաղյան խնդրից։ Հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է, հայտարարել էր Իլհամ Ալիևը և դժգոհել։ Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու համար և ամեն կերպ փորձում է խոչընդոտել գործընթացի։ Էլմար Մամեդյարովն իր հերթին խնդրանքով է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին։ Երևանում հարցրեք, ժողովրդին խաղաղության ենք նախապատրաստում, թե այլ ճանապարհ ենք ընտրում։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը ընդհանուր առմամբ դրական է գնահատել թե Ադրբեջանի նախագահի, թե արտգործնախարարի հետ իր հանդիպումները։ Բաքու կատարած այցն ամփոփելիս ասել է, կշարունակի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել։ Մինչ այդ Միրոսլավ Լայչեկի պաշտոնավարման ժամանակ Սլովակիան աչքի է ընկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության բնվորում Եվրամիության անդամ Բրատիսլավան չեխական արտադրության մահաբեր զենքը Բաքու է հասցրել Իսրայելի տարածքով։ Աղմկահարույց այս գործարքը պարզել էին տեղական լրատվամիջոցները։ ԵԱՀԿ-ի գործող նախագահը, հիշեցնենք, տարածաշրջանում է Ադրբեջանում մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ֆոնին մինչև 10,000 զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների զինվորները հարձակողական ծրագիր են իրագործելու, փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով։ Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու են նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցել է վարույթ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով։ Մասնավորապես քննելու արդյոք Սանասարյանն իր գործունեությամբ նպաստել է զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Չի նշվում, թե հատկապես ինչից է դժգոհել ռեկտոր Սիմոնյանը։ Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ Երևանի պետական համալսարանում հայտնաբերվել են ավելի քան 800 միլիոն դրամի չարաշահումներ, հարուցված է քրեական գործ։
Վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն աշխատանքային այցով Մոսկվայում է։ Երեկ Կարապետյանը հանդիպել է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Վլադիմիր Կարապետյանը հանդիպում է ունեցել նաև ռուսաստանյան առաջատար լրատվամիջոցների խմբագիրների և փորձագիտական շրջանակների հետ։ Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայաստանցի իր պաշտոնակից Արմեն Սարգսյանի հրավերով։ Վրացական պատվիրակությունը մեծ է, արդարադատության նախարար, փոխարտգործնախարար խորհրդարանի փոխխոսնակ, պատգամավորներ։ Նախագահներ Սարգսյանն ու Զուրաբիշվիլին հանդես են գալու մամուլի համար հայտարարությամբ, Վրաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ կհյուրընկալվի կաթողիկոսին։ Հայաստանի պես Վրաստանը ևս խորհրդարանական պետություն է, Զուրաբիշվիլին ընտրվել է անցած տարեվերջին, ավելի վաղ փետրվարի վերջին նա առաջին տարածաշրջանային այցով մեկնել էր Ադրբեջան։ Երևանում է Ամերիկայի հայկական համագումարի համանախագահ Էնթոնի Բարսամյանը, երեկ նրան ընդունել է ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։ Միացյալ Նահանգներում հայկական ամենաազդեցիկ լոբիստական կառույցն առաջարկելու է կոնգրեսին Հայաստանին տրամադրվող ամերիկյան տարեկան աջակցության ծավալը հասցնել մոտ $100 միլիոն։ Հեղափոխությունից հետո արևմուտքում ավելի շատ են ուշադրություն դարձնում Հայաստանին, ազատությանն ասել է Բարսամյանը։ Well, I think it's pretty obvious. There's been more attention on Armenia. It's become sort of a very important story in the West. Ակնհայտ է, որ ավելի շատ են ուշադրություն դարձնում Հայաստանին։ Արևմուտքում Հայաստանը դարձել է կարևոր պատմություններից մեկը։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը այստեղ էր Հայաստանում։ Գիտեք, որ ամերիկահայերի տեսանկյունից միշտ էլ լավ է, երբ ԱՄՆ կոնգրեսի զույգ պալատները չեն գտնվում մեկ քաղաքական ուժի իշխանության ներքո։ Ներկայում Սենատում իշխում են հանրապետականները, ներկայացուցիչների տանը դեմոկրատները։ Սա շատ լավ է մեզ համար, որովհետև ներկայում մենք բարեկամներ ունենք հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների ղեկավարների շրջանում։ Սա սովորաբար լավ արդյունքների է հանգեցնում Հայաստանի համար։ Առաջիկայում ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների տանը ներկայացվելու է հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ։ Բացի այդ, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի մյուս համանախագահ Վան Գրիգորյանը ներկայացուցիչների տան բյուջետային հանձնաժողովում Հայաստանին տրամադրվող օժանդակության փաթեթի վերաբերյալ պատասխանելու է հարցերի։ Միշտ ասել են, որ Հայաստանը օժանդակության մեծ փաթեթի կարիք ունի, մոտ $1 միլիարդ, սակայն ԱՄՆ կողմից որպես արտաքին օժանդակություն հատկացվող փաթեթը սովորաբար ավելի համեստ տեսք ունի։ Կարծում եմ, այս անգամ առաջարկելու ենք Հայաստանին հատկացնել $100 միլիոն հասնող օժանդակություն։ Minister Denoyan, Defense Minister, is heading to the United States soon. He'll be visiting New York and Kansas. Հայաստանի պաշտպանության նախարար Տոնոյանը առաջիկայում այցելելու է Միացյալ Նահանգներ, լինելու է Նյու Յորքում և Կանզաս նահանգում։ Ինչպես գիտեք, Հայաստանի պաշտպանության նախարարությունը համագործակցում է Կանզասի ազգային գվարդիայի հետ։ Հայաստանը գերազանց աշխատանք է կատարում ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հանում խաղաղության ծրագրի շրջանակում։ Նաև աշխատում է Ռուսաստանի ռազմական գերատեսչության հետ։ Կարծում եմ շատ կարևոր է այստեղ ցուցաբերել հավասարակշռված մոտեցում։ Նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո երկրի ղեկը ժամանակավորապես ստանձնած Կարեն Կարապետյանը Ռուսաստանում պաշտոն է ստացել Զարուբեժնեֆտ ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Զարուբեժնեֆտը նավթ արդյունահանող ընկերություն է, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Անցած տարեվերջին հայտնի դարձավ, որ Կարեն Կարապետյանը դուրս է եկել հանրապետական կուսակցությունից։ Նա եղել է Հայրուզ Գազարտի տնօրեն, Երևանի քաղաքապետ։ Լուսավոր Հայաստանը ընդդիմադիր խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիմքեր չունի կարծելու, որ Ռոբերտ Քոչարյանը հետապնդվում է իր քաղաքական հայացքների համար։ Չնայած սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորված Քոչարյանը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանն իրենից վրեժ է լուծում։ Նախորդ իշխանության օրոք, երբ մեկը ասում էր, չգիտեմ, ինձ քաղաքական հայացքների համար են հալածում եւ այլն, դուք գնում եք իրեն բանտում այցելում եք։ Հիմա Ռոբերտ Քոչարյանն է այդ մասին ասում, գնալու եք ձեր մանդատը օգտագործելու եք։ Մենք չեն դիմել, հիմա շատերը կարող են ասել, որ քաղաքական հետապնդում կա կամ բան։ Եթե չեմ սխալվում, արտադրության նախարարն ինչ որ այցել է։ Ասում են, այո, ճիշտ է, այսինքն չի եղել նման պահանջարկ։ Եթե լինի, մենք որևէ
բարիեր չունենք ցանկացած։ Ինքը հարցազրույցներում է ասում եւ այլն, դուք ինքը հիմքեր չեք տեսնում գնալու եւ լսելու Ես իրեն, դեռևս չունեմ նման բան, որ զգացողություն, որ ինքը քաղբանտարկել է։ եւ որ կարելի է, որ պետք է այցելել, այսինքն գիտեմ, որ մարդու յանքների պաշտպանն այցելել, այսինքն բոլոր իրենց տրված հնարավորություններից օգտվում են եւ եթե ինչ-որ պահ լինի, որ կարիք լինի, որ մենք էլ այցելենք, տեսնենք ինչ խնդիր կա, վերջին հաշվով այցելողները ունեն մի խնդիր, նայելու պայման պայմաններից բողոք չի եղել։ Քրեական գործերից ամբողջ քրեակատարողական հիմնարկներում գտնվող ցանկացած կալանավորված անձ բողոքում է, այսինքն եւ շատերն էլ կարող են բնդել, որ քաղբանտարկել են։ Բայց դուք գիտեք, հստակ չափանիշներ կան, նաեւ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովի կողմից հաստատված, որոնք որ պետք է համընկնեն, որոնք ասենք կասկածներ կա կամ գտնում են, որ այ քաղաքական հետապնդում կա։ Այս առումով ես դեռևս որևէ փաստ չունեմ, որ դրա վրա հիմնվելով ես ասեմ։ Միջազգային լրահոսից մինչև շաբաթավերջ Միացյալ Նահանգները հետ է կանչելու դեռ Վենեսուելայում մնացած բոլոր դիվանագետներին, այս մասին Թվիթերում հայտնել է պետքարտուղար Մայք Փոմփեոն, ընդգծելով, որ ամերիկացիների ներկայությունն այնտեղ սահմանափակում է Վաշինգտոնի քաղաքականությունը, այնինչ Վենեսուելայում իրավիճակը վատթարանում է։ Ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որին Վաշինգտոնն ու մի շարք արևմտյան երկրներ ճանաչել են երկրի ժամանակավոր նախագահ, շարունակում է Մադուրոյի ռեժիմի դեմ պայքարը, չնայած ձերբակալման վտանգին։ Եվ եղանակի մասին օդի ջերմաստիճանը երեկվանից սկսած աստիճանաբար բարձրանում է մինչև 5 աստիճանով, տեղումներ մինչև շաբաթավերջ չեն սպասվում։ Այսքանը կհանդիպենք կեսօրին։